Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ ԿԳՄՍ նախարար Տիկին Ժանա Անդրեասյանին։ Տիկին նախարար, հարցս կրթահամալիրի վերաբերյալ է։ Նախ հիշեցնեմ հանրությանը, որ կրթահամալիրը կրթության այն ձևն է, որը միավորում է մեկ կառույցի շրջանակներում մի քանի աստիճաններ։ Հարցերս հետևյալն են։ Տիկին նախարար, մշակված է արդյոք կանոնադրությունը, ինչ կարգով են նշանակվելու կամ ընտրվելու համալիրի ղեկավարները, ինչպես են դիմելու ղեկավար դառնալու համար, տնօրեն, եթե այդպես է կոչվելու, ժամկետները խնդրում եմ նշեք, համալիրներում նույն կարգն է գործելու, այսինքն երկու տնօրեն է լինելու վարչատնտեսական և կրթական ոլորտի պատասխանատու, և ամենակարևորը, ուզում եմ իմանալ ձեզանից, որոնք են կրթահամալիրի հիմնական նպատակները։ Շնորհակալություն հարցի համար, ձեր հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը, Տիկին Անդրեասյան, համեցեք խնդրեմ։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, ես հասկանում եմ, որ այս հարցը գնալով ավելի արդիական է դառնում, որովհետև մենք արդեն շահագործ ենք հանձնել առաջին կրթահամալիրները Պարուր Սևակում և Քեթիում, և բնականաբար կարևոր է նաև, որպեսզի այդ արդիական հագեցած շենքային պայմանների ու միջավայրի հետ միասին ունենանք պատշաճ բովանդակություն, և պետք է տեղեկացնեմ, որ կրթահամալիրների կանոնադրությունը կառավարության կողմից արդեն իսկ հաստատված է, պետք է հիշեցնեմ, որ մենք դիտարկում ենք այս միջավայրերը ոչ միայն որպես կրթական, այլ նաև մարզական, մշակութային և համայնքի համար իսկապես կարևոր կենտրոններ, որտեղ պետք է կենտրոնացած լինի համայնքի կյանքը և պետք է փոխվի նաև համայնքներում կյանքի որակը, հենց կրթահամալիրների գործունեության արդյունքում, և սա նշանակում է, որ բնականաբար այստեղ բացի այն կրթական ծառայություններից, որ իրականացում են, պետք է լինի նաև հավելյալ ծառայությունների միջավայր և մասնավորապես մենք նախատեսում ենք համայնքային ծրագրերի մեջ շրջանակ, կանոնադրությունում արդեն իսկ այդ ամենը նկարագրված է, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ այս պահին մենք քննարկում ենք լոֆթի հետ նաև, որ մեր ավարտվող կրթահամալիրներում կարողանանք երիտասարդական կենտրոնների միջավայրը զարգացնել ու շատ կարևոր ենք համարում, որ հենց սկզբից աշխատանքը ճիշտ արվի, այդ իմաստով առաջիկա տարին մեզ համար կլինի առանցքային այս բոլոր մոտեցումները փորձարկելու, ինչ վերաբերում է աշխատակազմի ընտրությանը և այդ գործընթացներին, դրանք արդեն իսկ օրենսդրությամբ կարգավորված են, նկատի ունեմ տնօրենի ընտրության նշանակման ընթացքը, մանկավարժական աշխատողների և այդ իմաստով դրանք իրականացվելու են այն ընթացակարգերով ու ձևաչափերով, որոնք օրենսդրությունը սահմանում է և ամառվա ընթացքում մենք աշխատելու ենք կոնկրետ Պարուր Սևակի և Քեթիի կրթահամալիրների ուղղությամբ այս գործընթացները իրողություն դարձնելու, որպեսզի սեպտեմբերից արդեն այս ձևով մեր այդ միջավայրերը գործեն և դա արդեն մեզ կտա հիմքեր նաև աշխատանքները շարունակելու մյուս կրթահամալիրներում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, եթե լրացնելու ինչ-որ բան ունեք, խնդրեմ լրացրեք։ Ըստ էության, Տիկին Ղազարյան, ես ընդամենը ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ կրթահամալիրները լինելու են հատկապես գյուղական բնակավայրերում մեր երեխաների համար որակյալ կրթական ծառայությունները հասանելի դարձնելու ամենակարևոր միջոցները և վստահ եմ, որ արդեն իսկ հենց այսօր այն կրթահամալիրներում, որոնք ավարտված են, մեր շրջակա բնակավայրերի բնակիչները տեսնում են, որ դրանք իրենց երեխաների համար լավագույն ապագայի վկայությունն են և վստահ եմ, որ սեպտեմբերից արդեն սկսվող գործընթացը կծառայի ոչ միայն տվյալ բնակավայրերի, այլև շրջակա բնակավայրերի երեխաներին։ Շնորհակալություն։